Եվ այսպես փաստաթուղթ նոյեմբերի 9-ի փաստաթղթի փոխարեն ինչի մասին էր խոսում կամ ակնարկում Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա դուք էկրաններին կտեսնեք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը Սարդարապատում, երբ որ դիտում էիր այդ կադրերը, տրամաբանական եզրահանգման կարող էր գալ, որ ականատես ենք լինում քաղաքական մուտացիայի դրսևորումներին։ 5 տարի առաջ նույն տեղում Նիկոլ Փաշինյանը հուլիսյան մարտերից հետո բառացիորեն ասում էր հետևյալը. հայկական բանակը ապացուցեց, որ նա տարածաշրջանում ամենամարտունակ բանակն է եւ որ Հայաստանի հետ պարտադրանքի լեզվով դու չես կարող խոսել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Նա ասում է, որ մենք այսպես իր ձևակերպմամբ, պատմական Հայաստանից ունենք, այսպես ասած, ընդամենը մեկ ուղերձ, մի կրկնեք մեր պատմությունը, մի գնացեք մեր ճանապարհով, այլ կերպ ասած Նիկոլ Փաշինյանը քարոզում էր հետևյալը, որ մենք չպետք է դիմադրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին։ Բացի այս, Փաշինյանը նաեւ իր ելույթում ասաց, որ Ադրբեջանի հետ քննարկումները ծավալվում են, այդ թվում նաև այն հարցի վերաբերյալ, թե երբ եւ որտեղ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիր, ինչպես նաև նշեց, որ ակտիվ բանակցություններ են վարվում նաև Թուրքիայի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այստեղ կարող է տրամաբանական հարց առաջանալ։ Նիկոլ Փաշինյանը ակնարկում է Թուրքիայի սահմանի մոտալուտ բացման մասին։ Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր է մոտ ապագայում ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիր, բայց չէ որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի այլ պաշտոնյաներ իրենք լրիվ այլ գնահատականներ են տալիս նրա վերաբերյալ, թե Հայաստանի հետ հարաբերությունների կառուցումը ինչ տրամաբանությամբ են պատկերացնում։ Եվ այստեղ տրամաբանական հարց է իրոք առաջանում, լավ, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը ինչի մասին էր խոսում, ինչ իրողությունների վերաբերյալ էր նա գնահատական տալիս, ինչ էր նա ակնարկում, երբ որ ասում էր, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը տեղի ունենում։ Հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, միգուցե ոմանց համար անսպասելի է հնչում, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռևս շարունակում է գոյություն ունենալ։ Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել էր 20 թվականի նոյեմբերի 9-ին 5 տարի ժամկետով։ Դեռևս նրա ժամկետը չի ավարտվել, բայց արձանագրենք նաև հետևյալը. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա ինչի ծնունդ էր։ 44 օրյա պատերազմը տեղի ունեցավ, գետնի վրա փոխվեցին իրողությունները եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պարզապես ամրագրեց այն իրողությունները, որոնք կային 44 օրյա պատերազմից հետո։ Բայց եկեք նաեւ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ 2020 թվականից մինչեւ 2025 թվականի մայիսի 28-ը իրողությունները շատ են փոխվել։ Արցախի հանրապետությունը, հայկական Արցախի հանրապետությունը այս պայդրությամբ գոնե գոյություն չունի։ Արցախում հայեր չեն ապրում, ավելի քան 120,000 փախստական կա, ոտնահարվել է, ոչնչացվել, ինչպես ուզում եք, այսպես ձևակերպեք, հայկական բանակի կորիզը ոչնչացվել է։ Սրանք իրողություններ են, որոնք ֆունդամենտալ կերպով փոխում են իրավիճակը տարածաշրջանում, ուժերի բալանսը տարածաշրջանում։ Տրամաբանությունը նաև հուշում է հետևյալը, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա ծնունդ էր գետնի վրա եղած փոփոխությունների, ապա նոյեմբերի 9-ի փաստաթղթին պետք է գա փոխարինելու եւս մեկ այլ փաստաթուղթ, որը արդեն կամրագրի այն իրողությունները, որոնք ձևավորվել են 44 օրյա պատերազմից հետո մինչ այս պահը, որը կարող է լինել այդ փաստաթուղթը եւ որ ամենակարևորն է, ում հովանու ներքո այդ փաստաթուղթը կարող է ստորագրվել։ Տրամաբանությունը առնվազն, տրամաբանությունը հուշում է հետևյալը, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար Թուրքիան հանդիսանում է այն ընդունելի, եկեք այսպես ձևակերպենք, միջնորդը բանակցությունների շրջանակներում, նոր փաստաթուղթը, որը պետք է փոխարինի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կարող է ձևավորվել հենց թուրքական հարթակում, կարող է ստորագրվել հենց Թուրքիայում։ Այս փաստաթղթի մասին Նիկոլ Փաշինյանը կարող էր ակնարկել, երբ որ նա ասում էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններ են վարվում այս կամ այն փաստաթղթի վերաբերյալ Թուրքիայի հետ եւս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում։ Խնդիրը կայանում է հետևյալում, որ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք
Հայաստանը որպես պետություն առհասարակ չեն տեսնում, ինչու իրենք չեն ցանկանում Հայաստանի Հանրապետությանը տալ խաղաղության պայմանագիր եւ ինչ կարող են առաջարկել այդ խաղաղության պայմանագրի փոխարեն։ Այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա, իրականում սրա մասին Հայաստանում արդեն եղել են քաղաքական եւ պետական գործիչներ, ովքեր խոսել են այս թեմայի վերաբերյալ, ինչպես հիշում եք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցի ընթացքում մի թիվս այլնի ասաց, որ այսպես կոչված պայմանագիր կամ փաստաթուղթ Բաքվի հետ իհարկե կարող է ստորագրվել, բայց դա լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ավելի շատ պայմանագիր Փաշինյանի մասին։ Եթե մենք հենց այս կոնտեքստում վերլուծում ենք իրողությունները, ապա Փաշինյանի մասին պայմանագիրը կարող է լինել մի պայմանագիր, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև թուրքական հարթակում պայմանագիր, որը կոչնչացնի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ վերջնական ինստիտուցիոնալ տեսք կտա նրան, որ Ռուսաստանը այլևս դուրս է մղված եւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից եւ Արցախյան հարցի կարգավորման շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը հայաստանյան այս քաղաքական իշխանության պայմաններում այլևս անելիք չունի։ Տրամաբանությունը նաև հուշում է հետևյալը հարգելի գործընկերներ, հարգելի հեռուստադիտողներ, որ գործընթացները Հայաստանի շուրջ իսկապես արագանում են։ Նիկոլ Փաշինյանն էլ շտապում է։ Նա հայտարարում է, որ պատերազմ չի լինելու, հայտարարում է Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ հենց այսպես կոչված խաղաղության պայմանագիրը լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները իր գնահատմամբ 5 րոպե հետո կարող են սկսել միմյանց հետ առևտուր անել, բայց այստեղ տրամաբանական հարց կարող է առաջանալ, ինչի է շտապում Նիկոլ Փաշինյանը։ Վերջին շրջանում մամուլում շատ են խոսում նրա մասին, օրինակ Ռուսաստանում, Կրեմլում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել եւ կան նոր պաշտոնյաներ, որոնց պատասխանատվության գոտում է Հայաստանի Հանրապետություն։ Միգուցե այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը շտապում։ Իսկ կա նաև եւս մի կարևոր պատճառ, որը կարող է դրդել Նիկոլ Փաշինյանին արագանալ։ Այսօր ամերիկյան մամուլում The New York Times-ում բավականին հետաքրքիր հոդված է հրապարակվել եւ այդ հոդվածում գլոբալ առումով ասվում է այն, ինչը մենք արդեն 2 տարուց ավելի է Alpha News-ի տաղավարում քննարկում ենք։ Նաեւ Անի Ավետյանի հետ զրույցներում սրա վերաբերյալ խոսում ենք։ Հոդվածի բովանդակությունը հետևյալն է, որ Դոնալդ Տրամպը կարող է գլոբալ մեծ գործարք առաջարկել Չինաստանին եւ Ռուսաստանին, գործարք, որի տրամաբանությունը լինելու է հետևյալը, որ մեկ աշխարհը բաժանվելու է այս 3 գլոբալ խաղացողների միջև, այսինքն պատասխանատվությունների եւ շահերի գոտիներ է ամրագրվելու։ Տրամաբանությունը հուշում է, որ կա շատ մեծ հավանականություն, որ Հայաստանի Հանրապետությունը չի հայտնվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության գոտում, Հայաստանի Հանրապետությունը չի հայտնվելու նաև Թուրքիայի ազդեցության գոտում, իրեն ապահովագրելու համար, իր քաղաքական ապագան, իր կապիտալը ապահովագրելու համար էլ Նիկոլ Փաշինյանը շտապում է ինտեգրել Հայաստանի Հանրապետությունը թուրքական աշխարհի մեջ։ Այդ իսկ պատճառով էլ նա խոսում է, որ պատերազմ չի լինելու, այդ իսկ պատճառով էլ նա ասում է, որ եթե անհրաժեշտություն լինի, նա ինքը պատրաստ է նախաձեռնել այսպես կոչված սահմանադրական փոփոխություն, բայց այստեղ հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ կկարողանա իր պլանը կյանքի կոչել, թե Տրամպը, Պուտինը եւ Սի Ցզինպինը կպայմանավորվեն եւ այսպես ասած նոր Յալտան տեղի կունենա եւ աշխարհակաղակական նոր բաժանումը իր վերջնական տեսք կստանա։ Մտածեք այդ մասին։